Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է հունվարի 16-ի համար, բոլոր տարվա ծնված նշանների համար է սա։ Այս ալիքում միայն լինում են տարվա ծնված նշանների համար, բայց թվագիտության ալիքում տեղադրել եմ տեսանյութ, որը ևս վերաբերվում է տարվա ծնվածներին, այսինքն տարիներն եմ նշում, եթե հետաքրքրում է, կարող եք նայել, հղումները լինում են մեկնաբանության բաժնում, կամ նաև կարող եք նայել վերնագրի տակ, վերնագրի վրա սեղմում եք, ներքև ամբողջությամբ բոլոր տեղեկատվությունը բացվում է։ Դա ինչպես ոնց որ դառնալ հաջողության մագնիտ, այդպես, որպեսզի ինչ անել, ինչ պետք է ձեր մեջ փոխեք, որտեղ թվագիտությունը դա խորհուրդ է, ինչ պետք է ձեր մեջ փոխեք, որ հաջողություն գրավեք։ Միգուցե ինչ-որ վախեր են, միգուցե ինչ-որ պահեր են, որոնք որ ձեզ թույլ չեն տալիս կամ դուք ինքներդ գիտեք, որ ունեք այդ վախերը, բայց չեք կարողանում ազատվել։ Շատ դեպքերում այո, մարդիկ գիտեն, որ վախ ունեն ես սա կամ նա սկսելու համար, բայց չեն կարողում դրանից ազատվել, հենց դա էլ այնպես անում, որ հաջողություն չեք գրավում։ Օրինակ ինձ մոտ մի պահ կա, որ երբ որ ես լարված եմ, այսինքն լարված եմ կամ արագ գումար վաստակելու համար, կամ լարված եմ ինչպես կընթանա յուրաքանչյուր գործունեություն, որը ես ծավալում եմ, ինձ մոտ գումարի նվազում է տեղի ունենում, որովհետև ես լարվում եմ, ես ներսից հանգիստ չեմ, դրա համար այդ էներգիան չեմ կարողանում գրավել ինձ։ Ամեն մարդ պետք է հասկանա դա, ինձ թվում է պետք է երևի մի փոքր հասկանաք թվագիտությունից, այն թվագիտություն, որ ես եմ սովորել, եւ դրանից հետո արդեն ես որոշ չափով դա ձեզ ասում եմ, ուղղակի պետք է ընկալել իմ ասածը։ Ընկալել, վերլուծել, ձեր կյանք մտցնել դա եւ հասկանալ այս կամ այն իրավիճակում դուք ինչպես եք դա ընդունում, ինչ է ձեզ հետ կատարվում։ Մարդիկ կան ամբողջ օրը մտածում են ինչ-որ բաների մասին, օրինակ ես, երբ որ մտածեմ կազատվեմ աշխատանքից, ես հաստատ կազատվեմ աշխատանքից։ Եթե ես մտածեմ կփակեմ այս բիզնեսը, ապա ես հաստատ կփակեմ այդ բիզնեսը։ Հաստատ։ Համար ինձ նման մարդիկ շատ կան, որովհետև մենք ծնվել ենք նույն օրը եւ ամեն մեկս մի ձև ենք մտածում։ Մարդ կա իրան բացարձակ չի հետաքրքրում դա, մարդ էլ կա բավականին շատ է մտածում այդ թեմայի վերաբերյալ։ Այսքանը, այնպես որ եթե հետաքրքրի կարող եք լսել, թվագիտության ալիքում շատ բաներ դեռ կլինեն, որոշ խորհուրդներ կլինեն, եթե լավ ուշադիր լսեք, ապա կկարողանաք ճիշտ հասկանալ։ Որոշ բաներ հենց տարվա ծնվածներով է, դրա համար ասացի։ Սա որ նայեք, նա արդեն տեղադրված կլինի, այնպես որ եթե հետաքրքրի կարող եք նայել, հենց տարվա ծնվածներին է վերաբերվում սա։ Տարվա թվեր եմ նշում։ Այսքանը եւ որը ուրբաթ է, տեսնենք բոլորիս ինչ է սպասվում։ Գնանք առնետներին։ Ինչ է սպասվում առնետներին հունվարի 16-ին։
Հարգելի առնետներ, այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք ոչ մասնագետի հետ եւ իրար հետ կամ այդ մասնագետն է ձեր գործերը առաջ մղելու կամ իրար հետ որոշ գործեր կզարգացնեք, առաջ կտանեք, ինչ որ մնացել է, ինչ որ ամենայն դեպս նաեւ կախված է այդ մասնագետից։ Նաեւ հույսով լցված կլինեք, հա, կարող է որ գործերը առաջ է մղվում, դուք ձեզ մոտ դա հույս է առաջացնում, հա, որ ամեն ինչ լավ է լինելու։ Հույսն այդ հենց դրել եք այդ պահի վրա, այդ մասնագետի վրա, որ այդ զարգացումը, այդ առաջխաղացումը ձեզ համար շատ լավ կլինի։ Նաև շատ անսպասելի լավ լուր կլսեք, բարի լուր կլսեք, որին չէիք էլ սպասում երբևէ։ Եվ երեկոյան եւս հանկարծակի լուր կարող եք լսել, դա արդեն աշխատանքի հետ է կապված, կարող է աշխատանքի փոփոխություն է, միգուցե այստեղ աշխատանքի վայրից ոչ մի տեղեկատվություն լսեք։ Սա նաև կարող է ոնց որ կանչում են ձեզ հարցազրույցի, հա, դրա մասին կարող եք լսել։ Դա կարող է գրեն ձեզ անսպասելի։ Նաև դա պետական աշխատողի հետ հանդիպումը, որը եւս կարող է լսեք։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին հունվարի 16-ին։ Հարգելի ցուլեր, սա տարվա ծնված ցուլերին է վերաբերվում։ Այդ օրը սպասում եք գումարի կամ սպասում եք ինչ-որ մեկի որ գումար տակ, նաև սեղանի շուրջ եք նստելու, ինչ-որ հարցեր եք առաջ տանելու, դա հենց հետո առաջ խաղացում ունեք, զարգացում ունեք, միգուցե ինչ-որ գործնական թեմա է, որից հետո ինչ-որ գործեր սկսում եք առաջ մղել։ Նաև պետական հիմնարկության հետ կապված հարցեր են, այստեղ հստակ մասնագետին եք գնալու տեսնել, դա կարող է լինել բժիշկ, կարող է լինել ուսուցիչ եւ այլն այնտեղ, կամ մեկ այլ մասնագետ, որը պետական հիմնարկությունում է աշխատում։ Ճանապարհ եք գնալու, բայց ճանապարհին կարող եք վիճել ինչ-որ մեկի հետ, այստեղ դա համար ուշադիր, որ պետավտոտեսուչները չլինեն, նաև նա կարող է լինել ուղղակի ճանապարհի համար է վեճ, կամ դուք չեք ուզում, որ ինչ-որ մեկը գնա, կամ ինչ-որ մեկը չի ուզում, որ դուք գնաք այդ ճանապարհը։ Եվ ոչ է հնարավորություն ձեր ձեռքից բաց կթողնեք, միգուցե հենց դա է ճանապարհ չեք գնում եւ այդ հնարավորություն ձեր ձեռքից բաց եք թողնում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վագրերին։ Ինչ է սպասվում վագրերին հունվարի 16-ին։
Հարգելի վագրեր, այդ օրը հույսով լցված եք, հույսներ դել եք ոչ մեկի վրա, ինչ-որ մի բանի վրա, և եթե վիճված էիք ձեր սիրելի հետ, ձեր ընտանիքի անդամների հետ, հաջողությամբ կհաշտվեք իրենց հետ, նաև դա եթե վիճեք այդ օրը ևս էլի, հաջողությամբ կհաշտվեք շատ արագ, ոչ է լավ լուր ունեք լսելու, բարի լուր է սա, և այստեղ խոչընդոտների պատճառով որից հնարավորություն եք ձեր ձեռքից բաց թողնում, ինչ-որ մի բան պետք է անեիք, բայց կամ լիներ, կամ ստացվեր, որ անեիք, և չի ստացվում, որովհետև ինչ-որ խոչընդոտներ կան, հետո ինչ-որ մի բան կանգնած է, ինչ-որ մի բան դանդաղում է, դրանից է։ Նաև դուք կարող եք գնալ երեկոյան ոչ մի տեղ, այնտեղ երկար մնալ ինչ-որ մեկի հետ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք նապաստակների։ Ինչ է սպասվում նապաստակներին հունվարի 16-ին։ Հարգելի նապաստակներ, առավոտյան ելք եք փնտրելու ինչ-որ հարցին լուծում տալու համար, նաև միգուցե հիվանդանոց մտնելու համար, կարող է հարկավոր է մտնել, տեսնել կամ առանց պայմանավորվածության միգուցե ցանկանում եք ինչ-որ այնտեղ բժշկի տեսնել կամ որևիցե այնտեղ կոսմետոլոգի եւ այլն, եւ ելք եք փնտրում դրա համար։ Եվ կարող եք նաև ուղղակի գնալ այդ օրը հիվանդանոց, կարող եք այցելել ոչ հիվանդի, կարող եք նաև ոչ կոսմետոլոգի մոտ գնալ, դեղատուն գնալ կամ դուք եք հիվանդ պարկած։ Ոմանց այստեղ սիրո խոստովանություն կանեն կամ դուք կանեք սիրո խոստովանություն, այստեղ շատ սեր, ձեր հարազատները ձեր հանդեպ ոնց որ ավելի սիրալիր կլինեն, չորս կողմից սեր կստանաք, ուշադրություն։ Նաև նոր սեր է, սիրահարվածություն է, որը կունենաք այդ օրը։ Երեկոյան ինչ-որ մի բան չի ստացվում ձեզ մոտ, խոչընդոտներ կան, դրանից է, չեք կարողանում անել, կամ ժամանակին վիճել եք այդ հարցում, դրա համար չի ստացվում, ոնց որ վեճը խանգարում է այն իրականանալու համար, կամ նաև եթե լինի, ապա եթե այնպես լինի, որ այդ վեճը չխանգարի այլևս, կամ այդ մարդու հետ հաշտվեք, եթե ինչ-որ մի բան է, կապված օրինակ հստակ մարդու հետ այստեղ, ապա ոնց որ իրեն հանդիպելու հետ, ապա կարող եք հաշտվել և հետո արդեն նոր կարողանաք միգուցե հանդիպել, միգուցե գործերն անեք, կախված է այստեղ ինչ է, բայց բուն թեման, որ հիմա այս պահին չեք կարողանում անել, դա հենց վեճն է, որը ժամանակին եղել է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վիշապների։ Ինչ են սպասվում վիշապներին հունվարի 16-ին։
Հարգելի վիշապներ, այդ օրը ոչ ամաստանգետի հետ կարող եք հանդիպել կամ խոսել, նաև տատանվում եք, խոսելուց հետո թեթև եք անում, միգուցե ձեր խոսացածը կասկածների մեջ եք ընկնում, միգուցե նաև ընտրության առջև եք կանգնած լինելու հետո խոսելուց հետո հանդիպելուց հետո։ Նաև երկար սպասված վեցե նամակ կստանաք, տեղեկատվություն վեցե փաթեթ, շատ կարևոր փաստաթուղթ է, որին սպասում եք, այստեղ գործերը մի փոքր առաջ մղելու համար եւ այստեղ հաջողություն ունեք ամենայն դեպս ինչքան էլ որ կկարողանաք այդ օրը մղել առաջ, միևնույնն է, հաջողություն կունենաք, հաջողությամբ այն կընթանա, այնպես որ արեք այն ինչ որ ուզում եք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք օծերի։ Ինչ է սպասվում օծերին հունվարի 16-ին։ Հարգելի օծեր, այդ օրը նորություն կլսեք, նաև կարող եք փաթեթ ստանալ, փաստաթուղթ ստորագրեք այդ օրը նաև։ Ինչ-որ մեկ այդ նամակագրական կապի մեջ լինեք եւ կարող է երկար մնաք, երկար խոսեք, այդպես երկար խոսեք, կամ այստեղ ինչ-որ մի փաստաթուղթ է, որը ցույց է տալիս, որ ինչ-որ մի ժամանակ պետք է սպասել, ինչ-որ մի բանի, կարող է դրա պատասխանն է, որ դեռ պետք է սպասեք։ Նաև այդ օրը տան հետ կապված վեցը հարցեր են, այստեղ կամ տան մեջ սկսեք աշխատել, կամ կարող է ընդունվում եք աշխատանքի եւ տանից արդեն դուրս եք գալիս, գնում եք աշխատանքի, կամ սա տան հետ կապված աշխատանքներ են, վերանորոգում, կամ ոչը խնդիր կա տանը, որ պետք է անեք, կամ ծնունդ է առիթ է եւ ոնց որ աշխատանքներ եք տանելու, անընդհատ ոնց որ դրանով եք աշխատելու ճաշմաշ եւ այլն։ Եվ այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք ոչ մասնագետի հետ եւ երկար սպասված կամ իրենից միգուցե երկար սպասված տեղեկատվություն եք ստանում, լսում, ոչ թե հանդիպում եք, այլ կարող լսում եք կամ ոչ փաստաթուղթ կարող է ուղարկել, ոչ պատասխան կարող եք ստանալ։ Հաջողություն ունեն այն մարդիկ, ովքեր հիվանդանոցում ոչ մեկ ունեն, հիվանդանոցից կարող է դուրս գրվել կամ լավանա, եթե հիվանդ եք թեկուս, այստեղ նայեք բարկած իրավիճակ է, որ մարդը կլավանա եւ ավելի լավ կարող եք զգալ երեկոյան ժամին, եթե դուք եք բարկած, թեկուզ եթե ինչ-որ մեկն է, ապա ինքը իրեն արդեն ավելի լավ կզգա։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձիերին։ Ինչ է սպասվում ձիերին հունվարի 16-ին։
Հարգելի ձիեր, չգիտեմ ինչու առավոտյան շուտ գորգռում եք եւ ձեզ մոտ ամեն ինչ փակում։ Այստեղ փակ է ինչ-որ մի կողը դրա համար եք գորգռում, ինչ-որ փակ է ինչ-որ մի բան չի ստացվում, խոչընդոտներ կան, գուցե դրա համար եք գորգռում, միգուցե գորգռում եք դրա համար էլ փակվում են ամեն ինչ եւ հետո էլ պետք է սպասեք։ Կամ ասում են սպասեք, հետո դրա համար եք գորգռում, որովհետեւ այդ պահին չեք կարող անել, այդ պահին ամեն ինչ փակ է, չի ստացվում։ Եվ հետո այստեղ նամակ կստանաք, տեղեկատվություն, միգուցե ինչ-որ մեկի հետ նամակագրական կապի մեջ լինեք, բայց այդ մարդը երկերեսանի մարդ է։ Նաև ուղղակի կարող փաստաթուղթ ստանալ, տեղեկատվություն ստանալ եւ ձեր կողքը այդ երկերեսանի մարդը լինի, իբր ձեզ կամ աջակցի կամ եւ այլն։ Նաև այդ օրը կմտածեք ձեր սիրելիի մասին, կմտածեք ձեր սիրելի մարդկանց մասին, գուցե առաջարկություն են արել դրա մասին եք մտածում, ինչ-որ մեկը ձեզ ինչ-որ բան է ասել, նաև եկող է կարոտել եք ուղղակի, լավ լուր կլսեք, բարի լուր կլսեք այդ օրը և երեկոյան այստեղ կամ ինչ-որ մեկն է ուշ գալու տուն, կամ երեկոյան պայմանավորված եք ինչ-որ ժամ և պետք է այնպես անեք, որ չուշանաք, կամ դուք եք ուշ տուն գնում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այծերին։ Ինչ է սպասվում այծերին հունվարի 16-ին։ Հարգելի այծեր, նաև ոչխարներ է կոչվում։ Այդ օրը ինչ-որ միտեղ կարող գնալ, երկար մնալ առավոտյան, սպասում եք ինչ-որ բանի, նաև ինչ-որ բաներ են դանդաղում, ինչ-որ բաներ են կանգնած, կարող դրա մասին իմանաք։ Սպասում եք գումարի, որ գումար գա, կամ սպասում եք ինչ-որ մեկին, որ գումար վճարեք։ Այստեղ լավ լուր կամ ոչ լուսավոր մի բան տեղի կունենա այն մարդկանց հետ, ովքեր որ հիվանդանոցում ինչ-որ մեկ ունեն, Ամենայն դեպս ձեր տրավմատությունը կբարձրանա, նաև կարող եք այցելել ոչ հիվանդանոց, բժշկական կենտրոն, կոսմետոլոգի մոտ, եւ ձեր գործերը չեք կարողանում այդ օրը առաջ գցել, միգուցե դա է կանգնած։ Կամ դուք եք կանգնած, ինչ որ բանի եք սպասում, որ լինի, որ կարողանաք գործերն անեք, կամ ինստինկտիվն ինքը կանգնած է եւ չեք կարողանում դուք ոչինչ անել առաջ տանելու համար։ Դուք եք միտեղ մնացել Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կապիկներին։ Ինչ է սպասվում կապիկներին հունվարի 16-ին։
Հարգելի կապիկներ, այդ օրը գումար կստանաք կամ գումարի մասին ոչ ինչ-որ մի բան այդպես բոցավառ կարող եք լսել։ Նաև սա կարող է ինչ-որ եկեղեցանի մարդիկ լինեն, ովքեր ձեզ ինչ-որ բաներ են առաջարկում գումարի հետ կապված, միգուցե ինչ-որ մի լավ առաջարկ է, լավ գործարք է եւ այլն, որի մեջ կարող եք ընկնել եւ հետո դժվարությամբ այնտեղից դուրս գալ։ Դրա համար պետք չի անմիջապես ընդունել տվյալ մարդու ասացները, որտեղ երկերեսանիություն կա այստեղ։ Նաև ժամ կարող եք պայմանավորվել որևէ մեկի հետ կամ արդեն իսկ պայմանավորվել եք, պետք է ուշադիր լինեք, որ չուշանաք։ Եվ այստեղ կամ եթե գնում եք հիվանդանոց ինչ-որ մեկին տեսակցելու, ապա դա կարող է լինել ժամը ուշանում եք, ոնց որ հստակ ժամի պետք է գնաք տեսակցելու եւ ժամից ուշանում եք, արդեն էլ չեք կարողանում տվյալ մարդուն տեսնել, որտեղ փակ է, չի ստացվում եւ կարող եք նաեւ նեղվել, որ չի։ Նաեւ կարող եք կոսմետոլոգի մոտ եք գնում, ժամից ուշանում եք եւ հետո էլ չեք կարողանում մտնել, հա, որովհետեւ արդեն ուրիշին է ընդունել։ Համար այդ օրը եթե ինչ-որ ժամ եք պայմանավորվել կամ եթե ինչ-որ միտեղ պետք է գնաք հստակ ժամեր գոյություն ունեն, որ այդ ժամերին արդեն չեք կարող մտնել, կամ մի փոքր շուտ գնաք։ Եվ ոչ էլ լուսավոր մի բան տեղի կունենա արդեն երեկոյան ժամին, որը ձեզ բավականին շատ կուրախացնի։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ակահավներին։ Ինչ է սպասվում ակահավներին հունվարի 16-ին։ Հարգելի ակահավներ, այդ օրը հիվանդանոցում ինչ-որ մարդիկ ունեք, կամ կարող եք այցելել ոչ բժշկական կենտրոն, նաև այդ օրը գումար կստանաք կամ գումար կծախսեք, պետական հիմնարկության հետ կապված ոչ հարցեր ունեք, որոնք որ պետք է անեք, կարող է լինել հենց բժշկական կենտրոնը, ուսումնական կամ մեկ այլ հարց է։ Եվ կարող եք այդ օրը ժամ պայմանավորվել, բացի դա կարող է արդեն իսկ պայմանավորված եք եւ այնպես արեք, որ այդ օրը չուշանաք ոչ մի տեղից։ Եվ վիճում եք ինչ-որ մեկի հետ ձեր գործերը առաջ մղելու համար կամ առաջ եք գնում ձեր գործերը, առաջ խաղացում կա, զարգացում, բայց հետո ինչ-որ մեկի հետ վիճում եք։ Կամ իրոք պետք է վիճեք, ոնց որ ձեր գործերը առաջ տանեն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք շների։ Ինչ է սպասվում շներին հունվարի 16-ին։
Հարգելի շներ, այդ օրը բարի լուր կլսեք, լավ լուր կլսեք, նաև ինչ-որ մեկ ետեք վիճում, չգիտեմ ինչի համար, լավ լուր լսելուց հետո, և ոմանք ընդունվեն աշխատանքի, ոմանք պետական աշխատողի հետ կարող են հանդիպել, խոսել, նաև հարցազրույց դա կարող է լինել ոմանց համար, շատ աշխատանք է, կամ այստեղ լավ լուր եք լսել, ուզում եք դուրս գալ աշխատանքից, չեն թողնում, դրա համար վիճում եք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք խոզերին, վարազներին։ Ինչ է սպասվում վարազներին հունվարի 16-ին։ Հարգելի վարազներ, խոզեր, այդ օրը ինչ-որ մի բան է փակ, բայց ամիջապես բացվում է, կարողանում եք գտնել երգը, կամ ոչ մասնագետ է ձեզ օգնում, որ գտնեք երգը, որտև հանդիպում ունեք կամ շփում ոչ մասնագետի հետ և կարող է ինքը այդ հարցին լուծում տա։ Նաև օրվա ընթացքում հաջողություն ունեք ձեր գործերում, ձեր աշխատանքում, ձեր բիզնեսում, նաև տանը կարող է առիթ է, հավաքվում եք կամ տան հետ կապված հետո գայս եք գործեր եք անում, միգուցե ուբորկա եք անում, հավաքում, մաքրում եք, նաև դե կարող գնում եք առիթի, ձեր տանը չէ, բայց դուք եք գնում առիթի։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։